Վերադարձանք սիրելի ընկերներ, շարունակվում է առավոտ լուսոնը եւ հիմա պահը եկավ, ժամանակը եկավ համովություններից խոսելու համար, որովհետեւ այս պահին մեր խոհանոցային տաղավարում Անուշը հյուր ունի, այս անգամ Անուշը մենակ չէ, Արման ողջույն։ ողջույն։ Բարի լույս սիրելի գործընկերներ, այո, այսօր մեր տաղավարում Արմանն է հյուր, ում շատերն են ճանաչում իր հումորով եւ հոմեղ հետաքրքիր ուտեստներով, որ ներկայացնում է իր բլոգում։ Արման ջան, դե ասա, ինչ ես պատրաստելու այսօր։ Ողջունում եմ ձեզ, բայց ոչ միայն երևանյան տարբերակով եմ ձեզ ողջունում, համ էլ մեր մոտի մեր բարբառով եմ ուզում ասեմ, Պալուշ ժողովուրդ ջան, շատ ուրախ ենք, որ այսօր իրար հետ պետք է պատրաստենք, Անուշ ջան։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր պատրաստելու ենք օգտակար շաուրմա։ Իմ էջում այս շաուրման կգտնեք որպես քենոյի շաուրմա։ Դա եկա պատմություն։ Քենու, այո, քենու հետ եք պատրաստում, տեսել եմ։ Քենու հետ եմ պատրաստում։ Եվ բերել եք հսկայական կաղամ, բայց ոչ սովորական կաղամ։ Հսկայական կաղամը երկար է հնչում, Անուշ ջան։ Քյավառում sense բաներին ասում են բոյիտ մեռնեմ։ Ասենք ինչ որ իրանք սիրում են ուտես մի քիչ մեծ է, բոյիտ մեռնեմ ան։ Այսօր էսի բոյիտ մեռնեմ, օգնելու եմ մեզ, որ ամեն ինչին այդպես անուններ եք տալիս, իմպրովիզ մի անգամից, չէ՞։ Չէ, էսի եկած անուններ, պապական եկած անուններ Անուշ ջան։ Հա, բայց տեսակ հետո չէ հասկացեք, որ այ պետք է իրեն այդպես անվանել։ Զարգացած կաղամ բա ժողովուրդ ջան, ոչ մի արտասովոր բան չկա, ուղղակի վերև է աճ է, տենց վերև է զարգացել։ Այս կաղամը օգտագործելու ենք, որ օգտակար առավոտյան նախաճաշային շաուրմա, տենց բան լսել եք։ Նախաճաշի շաուրմա չէ։ 10-ից հետո է, չէ՞ շաուրման։ Օգտակար շաուրմա երբեք չենք տեսա։ Այսօր օգտակար շաուրմա ենք միասին պատրաստելու։ Բացի նախաճաշից բոլոր ժամերին է լինում շաուրմա, այս դեպքում հիմա արդեն պետք է նախաճաշին հենց ուտել, որովհետև օգտակար է։ Ուրեմն Ես սկսեմ ինչ անեմ, ասա։ Բայց չասացիք էլ ինչ է պետք բացի զարգացած կաղամից։ Հա, կաղամից։ ճիշտ է։ Բոյիտ մեռնեմը շեղեց մեզ։ Ուրեմն մեզ պետք է տավարի միս, նախապես շոքի խաշել ենք, որ հեշտ լինի։ Տավարի մսին ավելացնելու ենք հալվող պանիր, Անուշ ջան դուք։ Ես սկսեմ կտրել, քերել։ Ու մնացածն էլ արդեն ընթացքում ցույց կտամ։ Սող, պոմիդոր եւ մարինացված վարունգը։ Մարինացված վարունգ։ Բայց դատարկաձեռն չի եկել Արմանը Ապա։ եւ համեղ փախլավա է թխել վերել իր հետ։ Թողիզներ են բոլոր համագյուղացիները, ինձ հետևող բոլոր քյավառցիները, ժողովուրդ ջան, ժողովուրդ ջան, հազար նիրողություն, ուրեմն պետք է քյավառա փախլավա լինի։ Օվանդույթը տենց է, ճիշտ է, բայց այս փախլավեն պրեմիերան է, դուք պրեմիերան եք ուտելու։ Պրեմիերան միշտ մենակ ես եմ։ Առաջին անգամ եք պատրաստել։ Երեք ենք պատրաստել, ասենց թավայից վերցրել եմ ու բերել եմ ստե։ Հրաշալի է, շնորհակալ ենք, մենք անպայման պետք է հետո համարյա տակա։ Ես զգացի նույնիսկ, երբ որ տեղավորում ենք ափսեի մեջ, դեռ գոլ էր։ Դե հիմա Իսկ ինչու է պրեմիերա այս փախլավային։ առաջին անգամ էր պատրաստել։ Չէ, որովհետև դուք եք առաջին անգամ պատրաստել, թե ինչ որ նոր բաղադրատոմս Չէ, է։ ուղղակի դեռ չենք հրապարակե հոլովակը։ Երեք ենք պատրաստել ու դեռ չենք հրապարակե, դրա համար պրեմիերան է։ Ընտիր։ Բոյիտ մեռնեմի կեսը հելավ, մնաց մենակ բոյը։ Ուրեմն այս սենց։ Այսինքն մենք լավաշի փոխարեն, լոշիկի փոխարեն Արման օգտագործում ենք կաղամբը։ Ու այդ ամեն ինչի պատճառը իմ քենի դիետոլոգ լինելն է ժողովուրդ ջան։ Դրա համար է կոչվում քենու հոլովակ։ Փոխական բան արեց, փոփոխություն բերեց այս բաղադրատոմսի մեջ։ Ես որոշել էի sense լավ ձեթով յուղով տնավարի sense տապակեի Անուշ ջան այս միսը։ Դնել եկավ, ասեց շոքի խաշում ենք։ Ասի լավ շոքի խաշում ենք, լավաշով ասում դնենք բուրգերի մեջ, ասում կաղամբով, ու տենց ասի լավ էսի արդեն իմ դաշտը չի։ Պետք է մնալ ուղղակի փորձել վերջում։ Բայց իրականում ես էլ էի, չէ, հարցնում, միսը մի քիչ էլ պետք է տապակենք, որովհետև ասում ոչ, այսպես լավ է։ Դե դա քենոյի վախը դες բան է ժողովուրդ ջան։ Վախում ենք շատ, ձեթ բան չենք արել, քենո ջան։ Արման, հետաքրքիր է, որ դու քո բարբառով գեղեցկացնում ես քո հոլովակները եւ ամեն անգամ ես դու օգտագործում բարբառ, այսինքն բոլոր հոլովակներում բարբառով ես խոսում։ Դա հատուկ ես անում, որպեսզի մնա եւ այդպես բոլորը խոսեն եւ երիտասարդները կարծես թե հենց գալիս են Երևան, սկսում են մոռանալ եւ ավելի շատ գրական, չէ՞ խոսել, բայց դու հակառակն ես անում։ Անուշ ջան, մեր նպատակը հենց դա է եղել, այն հարցին պատասխանեմ, որ դիտավորյալ եմ անում։ Շատ է բոյը խանգարում է։ Դե դա բոյը, տես բանը։
Իմ նպատակը ի սկզբանե եղել է դա, որ այն երիտասարդները, ովքեր որ քաղաք են եկել սովորելու նպատակով, ովքեր որ քաղաք են եկել ամուսնանալու նպատակով, բախտավոր լինենք իհարկե, իրանք իրենց բարբառով, իրենց ավանդույթները չմոռանան։ Ես ինքս Քյավառում չեմ ծնվել, Երևանում եմ ծնվել, բայց ոչ մեկ չգիտի։ Հետաքրքիր է, ես է չգիտեի։ Այդտենց ստացվել է։ Մեր նպատակը դա է, որ երիտասարդները, ովքեր որ մարզերից են, կապ չունի, ես բարբառների գիժ եմ։ Որ մարզից որ եկել են, ովքեր որ մարզից են եկել, ձեր որպես աղբեր, խորհուրդ խնդրանք, մի ծածկեք այդ քաղցրությունը, որը որ դուք ունեք, հեն ատեն մեկու մուճան։ Երևանցի կտու պարոտն են, էդ էլ քո ես չեմ ասում, Պետք ինչ անում ենք, դա մեր մչից է գալում։ Ես խո չեմ մտածում համամկա պետք է Քյավառի լեզվով խոսամ, դա խոյնային հին վաղտվա կերվինը չէ որ փոխեմ։ Դա այդ պոին գալում է, մչից գալում է։ Քյավառցիքի ջանը սաղալնի, իրանք կորացել են այնպես կազմակերպել։ Ես պատկերացնում եմ հիմա ինչպես են ձեզ դիմավորում ամեն անգամ, երբ դուք գնում եք Գավառ, եւ առհասարակ երիտասարդները որքան են սկսում ավելի շատ խոսել բարբառով։ Այդպես է։ Մի տղա առաջի մեկնաբանություններից մեկը, որ տպավորվել է մեջս հիշում եմ, մի տղա գրել էր Osma ես գիտեմ, հենց այտենց է գրել էր, էլի, կարող է ինքն իմանալ, չգիտեմ։ Osma ես գիտում եմ, Osma, դու ունես ես անելու բարբառը սորնեմ, ընկնեմ մտոնց ջանին։ Հիմա տենց, ընկի իրանց ջանին, իրանք դրա կարիքը ունեն, դու իրանց պետք ես։ Արման ասա ոնց պետք է կտրեմ, մենք մոռանում ենք այստեղ։ Սենց երկար թեկությամբ, հա, կտրենք։ Արման, բայց ձեր հոլովակներում ոչ միայն բարբառն է առանձնահատուկ, այլ նաև այն հումորը եւ պատմությունները, որոնք կամ լսել եք, կամ ստեղծում եք տեղում, ինչպես է ստացվում։ Իրականում երկուսն էլ լինում է, շատ ճիշտ նկատեցիք, եւ ստեղծում ենք եւ գալիս է հնուց։ Ես միշտ երբ որ ինձ հարցնում են այդ թեմայով, առանձնացնում եմ հորս գործոնը իմ կյանքում։ Պապան շատ իմ համար ինքն է հումորիստ էլի, հարգելով բոլոր մեր հումորիստներին, Մկրտիչ Արզումանյանի գլխավորությամբ, իմ պապան իմ համար այդ հումորի ոնց որ ֆիգուրն է, ասենց ասած, օրինակն է, որտեվ ինքը երբ որ հումոր է պատմում, ինքը միմիկա չի փոխում անուշ, իմ համար էդի ես հələ չեմ հասել այդ լեվելին ժողովուրդ, ինքը երբ որ հումոր է պատմում, միմիկա չի փոխում, ես ըտե իրանից շատ բան եմ սովորում։ Ու իդեպ են շիմֆոնիկի պատմությունն էլ է պապայի հեղինակային է։ Խենթանալու պատմությունը դա։ Պապան ինձ պատմել է 7 տարի առաջ սրանից ու ես այդ ժամանակ եղել եմ, ես փորձում եմ էլի ժողովուրդ, հիմա չենք բան, պետք է կտրտածները դնենք մեջը։ Այդ ժամանակ ես եղել եմ զորակոչի մեջ, ոնց որ եկել էի բանակից կարճ ժամանակով, հա հետ է եկել։ Պապան պատմեց, ասեց գնա տղեկի հետ ուրախ պատմություն ունեցեք ու էլ չի պատմել։ 7 տարի առաջվա այդ պատմությունն ա եղել ու սիրեցին ժողովուրդը հետի, իհարկե լուսահոգի Արմեն Խոստիկյանի գործոնը շատ է օգնել որ սիրեն։ Եվ հիմա ավելացրեցիք Հիմա ավելացրեցինք պանիրը, որ քանի որ միսը տաքա, սենց կհալվի, իսկական տնավարի շարունակ կլինի։ Ես տախտակի ես մի հատվածում սոխը կկտրատեմ։ Կարող եմ ինձ մոտ արդեն ազատվել է, ուզում ես։ Դե ուրեմն ես արդեն կտրեմ, դուք արունգները տեղավորեմ։ դասավորեք, այո։ Ժողովուրդ համով է լինում ու խիղի եմ հանգիստ ու բանը ուղիղ եմ։ Կլոր։ Հա, ուղիղ եմ նաև քենոյից առաջ, որ բան չեմ փոխե շատ ու առողջարար է նաև։ Մենք ընդհանրապես մեր տաղավարում հաճախ ենք դեպս օգտակար բաղադրատոմսեր ներկայացնում Արման, այնպես որ շատ տեղին էր այսօր այս ընտրությունը։ Քանի որ հաղորդումը ինքնին առավոտվա մասին է ու սենց մի հատ նախադասություն կա, վստահ լսած կլինեք, որ ասում են նախաճաշը մենակ արա, ճաշը կիսի ընկերների հետ, իսկ ընթրիքը տուր թշնամուտ։ Աստվածտա թշնամիներ չունենաք, ժողովուրդ ջան։ Ոչ թե չունենաք, որ սովից մեռնեն, էլ չունենաք, այլ ուղղակի իմանաք ում հետ կիսեք եւ ճաշը, եւ նախաճաշը, եւ ընթրիքը, բայց նախաճաշը կարևոր ֆակտոր է։ Ու այս երիտասարդության մեջ իմ ընկերների մեջ շատ եմ ես վերջում նկատում, նախաճաշը մի տեսակ դարել է տենց նորից շատ կարևոր ասած, կարևոր։ Սենց ստարտ է ոնց որ ապրել ու լավ է շատ։ Հուսով եմ մեր ֆակտորը կա, հույս եմ տալի էլի։ Ես առաջարկում եմ, մինչ խոհանոցում դուք արդեն կդասավորեք մյուս բաղադրիչները մեր առողջ շաուրմայի մեջ, փոքրիկ ընդմիջում ունենանք եւ վերադառնանք։ Այո։
Դե ինչ վերադարձանք։ Վերադարձանք սիրելի ընկերներ եւ հիմա տեսնենք թե որ փուլում են հասել Անուշն ու Արմանը։ Եվ հիմա արդեն լոլիկը դրեց Արմանը, հիմա սոխն է դնում եւ այստեղ կամած մածուն է դրված։ Հետաքրքիր է, որ դե գալիս ենք էլի օգտակարին բնականաբար։ Կամած մածուն ենք դրել, որ մայոնեզ չդնենք։ Զուտ դրա համար։ Շատ ամենը շատ բարձր։ Շատ բարձ ու հասարակ։ Ու վստահ սենց ավելի շատ համով է լինում, պամիդորի հետ կամած մածուն, եթե դեռ չեք փորձել, կարակ ուղակի տենց մի օր փորձեք։ Շատ համով նախաճաշ չի էլի տենց։ Ուտելիք է։ Նախուտեստ կարող է լինել։ Նախուտեստ չէ, բայց շատ Դե Լավ, փորձեք մեզ ասեք ինչա։ Ինչպես կմատուցվի։ այո։ Ահա։ Սենց։ Ամենաբարդ գործը պետք է փաթաթելը լինի կարծում եմ։ Հա, տենց էլ կա։ Հայերիս համար միշտ էդի տենց շատ բարդ է եղել։ Լավ։ Ուրեմն այս պահը ժողովուրդ, այն որ սենց պահ կա, որ ասում են լմի նայեք, այսի այդ պահն է։ Լմի նայեք, որովհետև այս սենց պետք է մի քիչ սխմեմ։ Այս սենց։ Հետո իրան պատատեմ ու բերեմ իրար մեջ։ Ինչ խոսք շատ բարդ է պատրաստել այս առողջ շաուրման, բայց դե առողջությունը, երբ ասում են գեղեցկությունը զոհեր է պահանջում, հիմա այդ գեղեցիկ շաուրմա ստանալը զոհեր է պահանջում, տեսնենք թե շաուրման կզոհվի ոչ թե մենք։ Հուսանք այո, եւ շաուրման էլ հուսանք չի զոհվի, 1-2 բաղադրիչ կարող են փախչել այդտեղից եւ վերջ։ Իրականում վերջում ասեմ, որ ավելի իմ համար առաջնայինն է, որ փախլավեն չզոհվի, որովիցե պարագայում։ Բայց Արման գիտես ինչն էր զարմանալի, ես կարծում եմ, որ անգամ շաուրմայի մեջ կգտնվի մի տարբերակ օգտագործելու կարտոֆիլը։ Իրականում որպես բացառիկ բաղադրիչ։ Սրտից եք խոսում, ճիշտն ասած, լրիվ ես կողմ եմ ու սենց այս վերջում մի հատ նկարահանման ընթացքում մի հատ հումոր ունեցանք, շնորհակալություն։ Ուրեմն պապիկը ասում է, տղա ասում է, ես գիտեմ, դու նենց ես անելու, ասում է, կարտոլի գինը ելնի 1000 դրամ, ասում է մարկանց։ Ժողովուրդ ջան, եթե կարտոլը թանկացել է, ես դրա հետ ուղիղ կապ ունեմ ու լավ եմ անում, ճիշտ է, տենց թողը տենց լինի, որտեվ արժի այդ չարչարանքը մարկանց մեր համագյուղացիների եւ ոչ միայն թանկ գնով առնել։ Ու կտրում ենք, սենց, Կտրում ենք բոյով կաղամբը, հա։ այսենց։ Ու թեքում ենք, այսինքն ստանում ենք մի րոպե մի հատ է կտրեմ, երևի մենք լավ մեծ է էլի մեր բոյիտներնը թույլ է տալիս մեզ, որ երկրորդ անգամ այսինքն պատտեմ։ Հսկայական էլ եղավ։ Ահա։ Ու այսպիսի տեսք ենք ունենում ներսում։ Ու հիմա կմատուցենք նաև։ Արման մասնագիտությամբ հենց խոհարար ես։ Այո, մասնագիտությամբ խոհարար եմ, առաջի մասնագիտությամբ ինչքան էլ որ թեմայի հետ կապ չունի, հա մի անգամից դնենք։ Բայց երևի թե այս դնելով կա։ Ինչքան էլ որ թեմայի հետ կապ չունի, առաջի մասնագիտությունս հրշեջ փրկարար է։ Այդտեղ եմ սովորել, առաջի ոնց որ ասել որպես կրթություն թեկումով այդտեղ եմ սովորել, արտակարգ իրավիճակներում։ Բայց խոհանոց միշտ սիրել եք։ Միշտ սիրել եմ։ Ու շատ ճիշտ ընտրել եք այն ինչով հիմա զբաղվում եք եւ խոհանոցի հանդեպ սեր եք տարածում եւ հումորը եւ ամեն ինչը եւ մարզին հատուկ այսպես հետաքրքիր ու ես ավանդույթներ կես կատակ կես լուրջ ասում եմ որ կրակներին միշտ մոտիկ եմ սիրել լինել ոնց որ կլինի դա խոհանոցային կրակ թե արտակարգ իրավիճակների կրակ ամեն դեպքում կրակին մոտիկ լինելը երևի բնավորություն է Իսկ խոհանոցում արտակարգ իրավիճակ ստեղծելու առիթ եղել է։ Այտենց առիթ դեռ չի եղել Թավայի մեջ կրակներ օրինակ։ Իմ համար երևի արտակարգ իրավիճակը եթե օրինակ կարտոֆիլը խորը կլպեն, ասենք էլի, ես կլեպի հետ շատ կարտոֆիլ դուրս գա, այդ իմ համար այդի արտակարգ իրավիճակ կլինի։ Կարտոֆիլին չկպնեն։ Հա, ինչ անում եք, օրեք կարտոֆիլին չկպնեք։ Հետո քան որ առավոտներից խոսեցինք, ամեն դեպքում ես էլ ասեմ էլի, իմ առավոտները ոնց է սկսվում, նախաճաշից զատ, այս բոյիտներն եմ բացվում։ Չէ, այսպես չեմ նախաճաշում։ Գիտեք ոնց եմ նախաճաշում, Անուշ ջան։ Մենք չայ սիրահար ենք։ Այո։ Ոնց որ մեր մեծերից մեկը ասել է չայ ոտը պոչեմ, չայ նման լավ բան։ Ամեն առավոտ եթե դուք օրինակ մի հատ նանարով չայ խմեք, մի անգամ մեկը նստած էինք, ասեց ինձ մի հատ նանարով չայ։ Հա, ռեստորանում նստած էինք։ Բերեցին, Օսմա, քուրջան Օսմա, մի նանարը ստու մեջն Օսմա։ Նանարը մեր մոտ ասում են սիրուհուն։
Ինքը նանար էլի, բայց մարդիկ կան, որ իրենց անունը նանար է, ու դրա մասով էլ պատմություն կա, էլի, մեր ընկերներից մեկի կնոջ անունը նանար է։ Հոգին ուտելու համար ասում ենք նանարիդ մոտ ես գնացել։ Մեր papaիս ընկերներից մեկն է, էլի, ոնց որ նանարի, ուտես մյուսների Բայց կանայք։ անանուխը անվանում են Հա, նանա, ուղղակի մենք վերջում ռ ենք դրել, էլի։ Նանա։ Դե կամ ռ պետք է դնենք կամ խ, որտեղ մեր մոտ հն սղվում խ-ա դառնում, միշտ խ, ումճան, դες չի ստացվում նանախ, դրեցինք նաներ։ Մի խոսքով թե եք, ինչ եմ ուզում ասեմ, շատ թեյ խմեք ու եւ օգտակար սնվեք, հատկապես նախաճաշը։ Հատկապես նախաճաշը շատ կարող է, խոր չեմ տա սա թեյի հետ, մանավանդ նանարով թեյի հետ։ Բայց փախլավան կարող ենք Բայց թեյ։ մեկ անգամ էլ հիշեցնենք անունը ինչ էր։ Սրա անունը Քենոյի շաուրմա։ Կենոյի շարմա։ Քենոյի սականջական չի, իրանք հիմա երկրում չեն, բայց ինքը վստահ ուրախ կլինի որ Դե մեզ Հայաստանի սահմաններից դուրս են հետևում, այնպես որ ողջույններ եւ շնորհակալություն այս առողջ բաղադրատոմսի համար։ Դե ինչ անուշ լինի։ Անուշ լինի։ Մենք Ուտենք, փորձենք Պետք է։ ուտենք։ Մենք հիմա վազենք խոհանոց, որովհետեւ ես թեյ ունեմ։ Ես կամ փախլավայի հետևից երևի, իսկ դու կփորձես շաուրման։ Ես անպայման ինչ կան դե ես փորձելու եմ։ Շատ լավ։ Բայց առաջարկում ենք այս ընթացքում դուք մենակ չմնաք, լսեք երաժշտություն սիրելի հեռուստադիտողներ։